ու բողոք կներկայացնեմ պապայի դեմ։ Կասեմ, որ ինքը մարդա սպանա, որ ինքը մարդա առևանգել ու պահում է իր մոտ։ Չէ, դու հիմա լուրջ ես խոսում։ Մի անգամայն, եթե պապան կարա Հենրիին պահի իր մոտ ու տանջի, ես էլ կարամ իր դեմ բողոք ներկայացնեմ։ Չէ, դու ինձ գիժ ես։ Գիտեք ձեր ձենը ուր է հասնում։ Դու գիտեիր ու լռում էիր, մամ։ Մամա, քո այս մի աղջիկը լրիվ գիժ է։ Գիտես ինչ է ուզում անի։ Ես գնացի։ Ուր։ Վախենում ես, մամա։ Ու ինչից պիտի վախենա։ Արժի վախենալ, մամա։ Գիտես, Արիյուծդ ինչ է մտադրվել անի։ Ուզում է գնա ոստիկանություն ու բողոք ներկայացնի պապայի դեմ։ Ճիշտ է ասում։ Իսկ ճիշտ է, որ պապան առևանգել է Հենրիին ու տանջում է։ Պրոբլեմը այդ տղան չի։ Պրոբլեմը այդ տղու հերն է, ով պապայի հանդեպ շատ սխալ բան է արել։ Պապան էլ նրան պատժելու համար այդ Վալերին, չէ, բուրաշկային տարել պահել է, գողացել է։ Չէ, պապան անցել է բոլոր թույլատրելի սահմանները։ Նրան կանգնեցնել է պետք, ու դա ես կանեմ։ Հա, չի ստացվում։ Բերանը չի բացում։ Կեր տղա ջան, կեր։ Քո համար չես ուտում, գոնե իմ համար կեր։ Կեր որ ոտերդ չձգես, բալա ջան։ Թե չէ հետո կասեն Սեդրակիչը քսի բեր ձեռը պինդեր, ոչ խմելիք տվեց, ոչ ուտելիք։ Ինչ անեմ, շեֆ, տանջում է, չի ուտում։ Լավ, թող։ Չի ուտում, թող չուտի։ Քեզ էլ տեղ ենք տանջում։ Մի դիակ է ինձ հերիքա։ Մի քանի ժամ սոված մնալուց չես մեռնի, չէ՞։ Սովի տարիին մարդիկ ոնց են դիմացել։ Դու էլ կդիմանաս։ Նրանցից ոչինչով լավը չես։ Իսկ հիմա ես գնում եմ, իսկ դու մնում ես։ Չկարող ես, հա։ Ես ինչ էի ասում։ Չէի ասում, որ պետք չի թշնամու թերագնա ատել։ Ինչ ճանաչում եմ այդ ալիքին։ Այս չեմ հասկանում։ Ինքը սատանինա ծնել, թե սատանինա դրան ծնել։ Ինձ ստիպում ես ամենավատի մասին մտածել։ Մտածել, որ երեխուս կյանքը մազից է կախված։ Ու այդ ալիքը կարա լուբոյ մոմենտ երեխուս սպանի։ Ալիքը տղուկ չի սպանի։ Իսկ այ ալիքի լակոտ իմ տղին սպանեց։ Ինչի ես վստահ, որ տղուս չի սպանի։ Որտեվ քեզնից սպասելիք ունի Վալեր։ Ինքը գիտի ինչի համարատար է ու ինչ սպասելիք ունի քեզնից։ Իսկ եթե ստացավ ու բաց չթողեց։ Դու ինչ ես ուզում որ անենք։ Ոնց վարվենք, ասա։ Ուզենք թե չուզենք, պետք է ստոպ տանք։ Չհասկացա։ Դիակը բերե դրել ենք անատոմիկ։ Վկային նստացրել ենք տանը։ Սա ստարտի վրա սպասում են։ Ինչ, ալիքի դու գիտակ պետք է պարենք, հա։ Մոնթե, այդ երեխան իմ կյանքի նպատակն է։ Եթե երեխուն մի բան եղավ, իմ ապրելն էլ ինչի է պետք։ Ինչի եմ պայքարում այդ ալիքների դեմ։ Վալեր ջան, ես քեզ ասում եմ, որ տղիդ չի սպանի։ Մենը իր ապահովագրության համար ապահովում։ Իսկ եթե մենք սխալվեցինք ու իսկականից սպանեց, ես ոնց կարող ռիսկի դիմեմ։ Եթե ես չպետք է քեզ խաղի մեջ քաշեի։ Ես ասում եմ, բայց ես էլ մտածելու բան ունեմ լիքը։ Այդ անասունեն անգամ աղջկաս առևանգեց։ Իմ էլ կարա նույն բանը կրկնվի։ Ես մենակ մի բան չեմ կարողանում հասկանալ։
Ալիկը որտեղից իմացավ մեր միության ու քայլերի մասին։ Շատ լավ հարց է։ Այն մի պետք է պարզենք, թե մեջներիցս ով է դավաճանը։ Ոնց ես կարողանում ինձ ամենուր գտնես, ապեր։ Մենակ քեզ այդ հաջողվում, հա։ Ես քեզ ինչ էի ասել, Ալիկ։ Ինչ որ դու առաջարկել էիր, ապեր։ Փախուստ էր նշանակում։ Իսկ փախուստը ինձ համար անընդունելի է։ Անկարողության նշան է։ Հա, բա ոնց, դու շատ կարող տղա ես։ Դու ամեն ինչ կարող ես, դու կարող ես սարեր շուռ տալ, դու ինչի պիտի փախչես։ Դու կարող ես ավելի խորը թաղվել այդ կեղտի մեջ ու առանց հետ դարձի հնարավորություն թողնելու։ Վալերիկը գլուխը դրել աուսիդ լաց է եղել։ Արա, երեխա գողանալը որն է, դու այդ ինչ ես անում։ Դու այդ ուր ես գլորվում։ Գլորված պրծած եմ, բրատ։ Հիմա դուրս գալու փորձեր եմ անում։ Դու հասկանում ես, որ Վալերն ու Պալաչը արդեն հասել են այնտեղ, որ փրկվելու անունդ մաքուր պահելու տեղ չեն թողել ընդհանրապես։ Հիմա փրկվելու ձև չունեմ։ Դու ինձնից լավ գիտես, որ չունես։ Դու շատ լավ հասկանում ես, որ սա վերջն է արդեն։ Մեկա, ես չեմ հանձնվի։ Չես հանձնվի, որ ավելի խայտառակ լինես, բարձա, որ ընտանիքիդ ավելի տանջես։ Բա ոնց։ Ու դու մտածում ես, որ ընտանիքս տանջվում է ինձ համար։ Լսի, դու ինչ ակնկալիք ունես Վալերից։ Ինչ պիտի անի Վալերը քեզ համար։ Ինչու ես դու Վալերի տղուն տարել, կարող ես բացատրել։ Ես արդեն իրան ներկայացրել եմ իմ պահանջները։ Արա ինչ պահանջներ։ Ինչ պահանջներ ես ներկայացրել։ Վալերը եկել էր քո տուն, ուզում էր աղջկադ հետ խոսել։ Եթե միամիտը կարծում է, որ աղջիկս կարող է ինձ հետ պահի իմ որոշումներից։ Ես չգիտեմ Վալերը ինչ էր կարծում կամ դու ինչ ես մտածում, բայց ես չեմ կարող։ Դու իմ գլխի վրա տեղ ունես, ապեր։ Բայց ես այն դեպքն է, որ ես պիտի որոշեմ, թե ինչ անեմ։ Արա չեմ ջոգում, երեք խնդրում աղաչում էիր, որ քեզ համար ինչ-որ ելք գտնեմ, այսօր դու ինքնուրույն ես ուզում որոշում կայացնել։ Դու ինձ չօգնեցիր։ Ես քեզ այս պահի համար լավագույն տարբերակն եմ առաջարկել։ Կներես, ես այն չընդունեցի։ Արի այսպես անենք, դու վերադարձնում ես Վալերի լակոտին, ես քեզ օգնում եմ։ Էլի կներես, ների ապեր, չէ։ Ուրեմն մոռանում ես, թե ես կարող եմ քեզ օգնել։ Ես արդեն իմ հույսը իմ վրա էի դրել։ Այդպես էլ մարդ չդարձար դու։ Ես մարդ ծնվել եմ, ես կներես, քո ուզածը տենց էլ չդարձա։ Եթե պարտվել, ուրեմն կռվել մինչև վերջ, որ թշնամին էլ պարտվի։ Իմ աղբերն ես, Ալիկը, բայց բանի պետք չես։ Դու ինձ չես մատնի ապեր։ Ոնց որ թե լավ հանգիստ եք, հա? Պապայի գործած սպանությունները ձեր համար սովորական բան են դարձել։ Բայց այս անգամ մամա, ես չեմ լռելու, որովհետև պապայի հերթական զոհը կարա իմ սիրած տղեն դառնա։ Հələ մի հատ հանգստացի, թե չկարող ես հելնեմ տամ ես հակից շորի գույները խառնվի իրար։ Հանգստացի։
Կեսօրին այդ տղու մասին ամենավատ բաներն էիր ասում։ Այդ ոնց եղավ, որ հիմա սիրտը սկսեց նրա համար ցավալ։ Մամա, դու այդքան միամիտ չես։ Դու չգիտես, որ Մոնիկան միշտ էլ սիրել է այդ տղային։ Հակառակ դեպքում պատրաստ չէր լինի իր համար երեխա ունենալ։ Վախ, օրս արավ էլի հիշացրեց արա։ Արա չէ, ասել է թեման ես տան մեջ չհիշացնեք այդ երեխա ունենալու այդ խայտարակությունը։ Հենց տամ սպանեմ սրան էլի։ Չենք կասկածում, պապայի տղեն ես։ Մոնիկա պապայի մասին հարգանքով խոսա։ Մի ոգևորվի։ Բայց ինչ ուրախ է անցնում ժամանակը ձեր հետ։ Մի խոսքով, մամա, եթե չես ուզում ես պապայի դեմ դուրս գամ, հենց հիմա գտի իրան, ասա թող Հենրիին անվնաս բաց թողնի։ Եթե պապան Հենրիին սպանի, ես առհավետ կդառնամ այս ընտանիքի թշնամին։ Մամա ջան, գոնե դու ասա։ Ես չեմ դու ես, հիմա չտամ սրան գցեմ քացուստակ սենց խոսալու համար։ Դու լրիվ դեբիլ ես։ Սպանելով ես ընտանիքում կամ քացուտակ գցելով ոչ մեկից չես տարբերվի ու չես էլ զարմացնի ոչ մեկի։ Դա մեզ համար հաց ուտելու պես սովորական բան է դարձել, բոլորս կարանք առանց աչք թարթելու մարդ սպանենք։ Վերջին խոսքերս ուժի մեջ եմ մամա։ Եթե հիմա դուք ամեն մեկդ չմտնեք ձեր սենյակները ու չսսկվեք, երդվում եմ, կթողնեմ ու կգնամ այս տանից։ Հետո ինչ ուզում ա թող լինի։ Ուզում եք իրար միս կերեք, ուզում եք իրար ծեծեք, ուզում եք իրար սպանեք։ Ինչ ուզում եք արեք։ Մամա։ Մամա ջան, Ձերները։ Ոնց կարող է մի ընտանիքում բոլորը այսքան փարոյասուրկ լինել։ Մարշ! Բարձրացեք վերը։ Երկու տարի։ Ինչ երկար է թվում։ Ոմանց համար այն կարող է թռնել, ոմանց համար երկար ու ձիգ տարիներ դառնալ։ Իսկ ինձ համար դրանք կարող են չլինել։ Ես կարողա չտեսնեմ այդ երկու տարին։ Մամ եկավ։ Հա՞։ Ասում եմ եկավ ավտոբուսը, հել վեր կա շուտ արա։ Ինչ շուտ եկավ։ Ես հələ շուտն է։ Կյանքումս առաջին անգամ չեմ ուզում, որ ավտոբուսը գա։ Ուզում եմ այս ավտոբուսը գնա։ Մամա ինձ ինչ խոստացել։ Խոստանալը շատ հեշտ է, բայց այդ խոստումը պահելն է դաժան ու դժվար, բալես։ Ես քեզ չասեցի ինձ լացով չճանապարհես։ Բայց ով ասաց, որ ես լաց եմ։ Ես չեմ լացում։ Արի մի գնա, հա։ Շարքեն մամա։ Ay, քիչ ես այդ տղա։ Լսին ես հայացքով ինձ նայեցի, ինձ թվաց սատանա ես տեսել։ Բադ։ Բարի Լուիս։ Բարի Լուիս։ Չէ, գլխում ճիշտ ասած մի անգամից երախան եկա։
Երեխան իր համար անդարդ քնած է։ Դու ինձնից հարցրա, ինձնից։ Բայց դու ինձ ոչինչ անդարդ տեսք ունես, գիտես։ Դու ասա սաղ գիշեր աչք փակել ես, թե չէ։ Ինչի մոծակներն էին վրա տվել, հազիվ քաղցրարուն մարդ էին գտել, չէ։ Լավն էր։ Չէ, պրոստը այս վիճակն է շատ խնդալու։ Ինչի՞ ճակ։ Որ սենց առանձին ենք քնել էլի։ Ոյ, էլի սկսվեց, Վլադ։ Չէ, բայց ինչ հիվանդ մտածելակերպ ունես, լսի։ 2 օրից պետք է ամուսնանանք, դու դրանք մետրով չափումներ ես անում։ Այսքան մետր հեռավորության վրա ինձնից կանգնի։ Լսի, մի հատ մետրը թանի, տես կավա շատ եմ մոտիկացել, չափը մի հատ հասկանանք։ Լավ, քեզ համար այտենց կարևոր է, որ մենք նույն սենյակում քնենք։ Իմ համար անընդունելի է քո մտածելակերպը։ Ընդհանրապես այդ։ Ես մեկ-մեկ որպես տղամարդ ինձ սկսում եմ չհարգել։ Նախ հարգանքը դրանով չի պայմանավորված, այդ մեկ Վլադ ջան։ Ու հետո ես չեմ պատրաստվում իմ հայացքները քեզ համար փոխել։ Ուրիշ։ Շատ հանճարեղ պատասխան էր։ Գոնե ասա ամուսնանալուց հետո էլ ենք առանձին քնելու։ Լավ հասկացա։ Ինչու ամուսնանալը մի սենյակում քնել չկա։ Հետո էլ կմտածեմ կասեմ։ Դե հիմա դուրս արի, որ հագնվեմ կամ։ Իսկ կարամ դրամանանք ես նայեմ ոնց ես հագնվում։ Չէ, չես կարա։ Գնա։ Ֆերտամա, հա։ Դաժան ես գործում ալիք։ Քո դաժանությունը չափ ու սահման չունի։ Ես սպասում էի ձեր զանգին։ Մեր պլանները մի փոքր փոխվեցին։ Ինչ ա եղել։ Առանձնապես ոչ մի բան։ Ուղղակի պիտի տանը նստած մնաս։ Մինչև որ ես։ Բայց դուք ասացիք, որ ես առավոտյան պետք է գնամ ոստիկանություն։ Իսկ հիմա էլ ասում եմ պիտի սպասես։ Ու ոչ միտեղ դուրս չես գալիս։ Ուրեմն սենց հանգիստ նստում ես տանը։ Ոչ մեկի առաջ դուր չես բացում։ Ու անծանոթ զանգերին էլ չես պատասխանում։ Իսկ կարող է իմ կյանքն էլ ավտանգված, բայց դուք ինչ չեք ասում։ Չէ, աղջիկ ջան։ Եթե իմ հրամաններով շարժվես, ամեն ինչ նորմալ կլինի։ Բայց եթե դուք ասում եք, որ ես ոչ մեկի առաջ դուր չբացեմ, ուրեմն ես ենթադրում եմ, որ ինչ-որ վտանգավոր բան կա։
ջան, բոլորիդ շնորհավորում եմ։ Ձեզ բոլորիդ բարի ծառայություն, անփորձանք ծառայեք, վերադառնաք։ Ծնողներ ջան, հարգելի ծնողներ, ձեզ բոլորիդ շնորհավորում ենք, ձեզ համբերություն, երեխաներ բարի ծառայություն։ Ժամը 1-ին կարող եք գնալ հանրապետական հավաքակայան, մասնակցելու վիճակահանությանը։ Արի գնանք, հա։ Մամուշը Փոշմանել եմ տղես։ Ուշ չի։ Արի գնանք։ Ոչ մեկ մեզ չի նկատի, հա։ Արի փախնենք այստեղից։ Չէ, մամուշը։ Մի տանջի քեզ։ Սոս։ Տղաներ, իմ անունը կարդում եմ, նստում եմ մեքենան։ Գալստյան Արթուր, Գրիգորյան Կարե, Ադամյան Սուրեն, Սահակյան Սոս, Թորգոմյանը Ռուբեն, Տղես քեզ բարի ծառայություն։ Արոյան Ժիրայ, Հալացյան Գևոր, Մուրադյան Աբրահամ, Նիկոլյան Հովիկ, Մարգարյան Ժիրայ, Գալստյան Աշոտ, Թորոսյան Գարիկ, մոռացել էի, եկա, բայց փաստորեն ուշացել էի։ Երեխուսու ինձ բաժանեցի։ Դե հա, դու այդպես էիր ուզում, չէ՞։ Ասում էիր, որ չխառնվեմ, թող տանեն երեխուն։ Հա, էլի եմ ասում։ Բայց ցավոտ էր ինձ համար տեսնելը ոնց են երեխուս տանում։ Ինձ կտրում, բաժանում։ Լավ, որտեղ ես։ Ինչ կարևոր է։ Ինձ հետ կապված ոչինչ այլևս կարևոր չի։ Դե հերիք այլի վերջապես, խելքդ գլուխդ հավաքի, ինչքան կարելի է նույն բանի մասին անընդհատ խոսել։ Են երեխու ուշք ու միտքը անընդհատ էս կողմնա լինելու։ Անպայման պիտի թևաթափ անես։ Շատ բան պետք չի թևաթափ լինելու համար։ Ասա որտեղ ես։ Ինչի համար։ Ոնց ինչի համար։ Հարցնում եմ, ուրեմն պետք է։ Քեզ հիմա մենակ թողնելը վտանգավոր է։ Ինչի։ Կարող է կյանքիս վերջ տա։ Բայց ես վերջացած եմ։ Էլ ինչիս վերջ տամ։ Հասկացանք էլի։
Վլադ, նայտես, եթե համով չստացվի, կասես անպայման, լավ, դեպետ պապան միշտ գոհ ամնում, ունես չի, որ պապան գոր չի մնում, բայց կարող է խապում է, որ ես չներվեմ։ Մի խոսքով, եթե դուրդ էլ չգա, կասես լավ է, լսում ես, դեպետ դու է դեպքը չես այն մարդ, լավն է լինի, կասես վաղտնա։ Ես արդեն միասին եք ապրում։ Ինչա չի կարելի։ Չէ կարելի, բայց անսպասելի էր։ Վլադ, ես ոնց է չես խոսում, էդ քեզնից չի։ Արի, ամեն ինչ համարյա թե պատրաստ է։ Պապ, Հյուր ունենք։ բայց ոնց է չէիր ասել, որ գալու ես։ Ինչի նախորդ պետք է զգուշացնեի, որ գալիս եմ։ Դե հա պետք է ասեի, որ ես ճանապարհ տուն։ Վերջացրու, հա, Վլադ։ Կյանքս մի համա չի, պապա տանուն ինչ հասկանում է։ Վլադ, բայց կարծեմ ինչ-որ բան էլ չկա, որ պապան էլ պիտի հասկանար։ Հացը իր դնում, թե պատրաստ է։ Միանգամից պապայի հրավիրենք, մեր հետ հացի նստի։ Չէ, մերսի, շնորհակալություն, ես լավ կերացել։ Սոտ մի խոսը, հա, եթե թեկուս լավ կերած, ես մեկա պիտի մեզ հետ նախաճաշի նստես։ Հրամ գալիս։ Եկեք։ Ես դուրով հակեմ, գնացեք քո համար։ Բարև, պես է։ Ոնց ես։ Մտածմունքի մեջ եմ ընկել, գիտես։ Ես կարող է հերդ քեզ այդքան չի սիրում, որ իմ ասածները չանի։ Այսինքն, դու ինչ մի սիրելու բան ես, որ դառը կորից կյադա ես էլի։ Մենակ իմ շախշախչիկը կարար քեզ սիրեր։ Հələ լավ է, ժամանակին իան տվես քեզնից։ Ինքը, թե ես։ Լեզուտ կտրեմ ուղարկեմ պապայիդ նվեր։ Փորձի։ Պապատ ինձ ներվայնացնում է, գիտես։ Ասում եմ չզանգենք մի հատ պապայիդ։ Ասենք զյաձ Վալեր, դու ստե մինուճար ունես։ Լրիվ մոռացել ես մեզ։ Բերանտ ինչի վրա ես բացում արա։ Հալո։ Սա քո հալալ թե խորտ լակոտն է։ Սրանը մից ես ունեցել, որ այսքան թքած ունես վրան։ Տղես ոնց է։ Դել ձևեր մի թափի է։ Նեկա տղետ ջոգ ես, թե ինչքան թքած ունես իրա վրա։ Ինչ ասես կանեմ, մենակ տղուս չվնասես։ Հենրի, լսում ես այս այլանդակ հայրիկիդ։ Ասում եմ տղան այդքան չկա, որ ես իրա համար ուզածը տանեմ։ Ցինիկ անասում, ձեռս ընկար։ Զգուշ, զգուշ, զգուշ։ Տղետ արդեն իմ ձեռի տակ է։ Բարոյիդ ուշադրություն դարձրու։ Ասա ինչ անը, որ տղուս բաց թողնես։ Հենրի, պապատ մի անիվ է խաղում լսի։ Չգիտի ինչ պետք է անի, որ ես գոհացնի, իսկ եթե ես գոհ լինեմ, դու էլ ազատության մեջ կլինես։ Դուր տղուս հետ խոսամ։ Միշտ քեզ զանգելը, ես ու տղատ երկար հոգեբանական զրույց ունեցանք։ Այ քննարկում էինք, արդյոք դու իրան այնքան սիրում ես, որ ինձ վերադարձնես իմ բարի անունը։ Քո անունն արդեն վարկաբեկված է, ու ես անզոր եմ վերականգնելու քո բարի անունը։ Ոնց քաշեց քեզ պալաչը։ Ինքը գիտեր, որ ես անդի աղջկամ, մատով չեմ կպնի։ Իսկ դու տղա ունես, ինքը հիմա շվշվալով ման է գալիս, իսկ քեզ գցելա կրակը, Վալերիկ։ Դե հերիքա դերասանություն անես։ Դու ում ասես, ինչ ասես կանես։ Պալաչը պատմել է, թե դու ինչեր ես արել։ Ապրի պալաչը։ Ես չեմ թողել, որ Մարգոյի ընկերուին վկայություն տա։ Ամեն ինչ ստոպ եմ տվել։ Ես իմ քայլն արել եմ։ Հիմա հերթը քոնն է։ Դու ոչ մի բան էլ չես արել։ Ինձ իմ Մարգոն է պետք։ Հեռած։ Յա։ Ինչի դու կարաս վերակենդանացնես իրան։ Հա։ Լսի։ Մարգոտ արդեն անատոմիկում է։ Ես ոնց իրան քեզ հանձնեմ։
Իսկ ձեզով էր խնդրում իմ գյոզալին տաների գցեիք այդ կեղտոտ տեղը։ Հազարումի ինֆեկցիա կա։ Ես սովորեմ իմ սիրուհիներին իմ կողքը տեսնել։ Դու հոգեկան հիվանդ ես, Ալիկ։ Տես տղետ էլ է համաձայն, բայց ոչ քո ասացի, այլ իմ ասացի հետ։ Ինքն էլ է գտնում, որ սիրուհիներին պիտի կողքը պահես։ Ես իմ սիրուհու համար ուզում եմ արժանապատիվ թաղում կազմակերպեմ։ Դու ես ինչքան պարապես մնացել, որ ժամանակդ ինձ վրա ես վանում։ Վեր կաց։ Գնա, հա։ Հերիքա, հա, ամոթի զոհ խաղաս։ Իսկ դու ինչքան ես այսպես անիմաստ զոհ խաղալու։ Շատ վատնա խաղես։ Լև սետրատուչինից ձերքավեք։ Ինչպիսի պատիվ։ Արի։ Միայնակ մարդնում ա պետք։ Ով արժե, որում իր ապրանց կյանքը։ Ասացիդ մեջ ճշմարտություն կա իհարկե, բայց դու մենակ չես։ Իսկ ինչ եմ, որ միայնակ չեմ։ Ես չկարողացա ընտանիք կազմել, ամուսնանալ, երջանկանալ։ Իսկ իմ միակ հույսիս, լույսիս, հավատիս ես, որ տարանից անից։ Ընդամենը 2 տարով է գնացել երեխան։ Ինչ խնդիր է։ Ձեզ համար է ընդամենը 2 տարի։ Ես կարող էլ չտեսնեմ իմ երեխուն։ Ապրես լավ, բարձր տրամադրությամբ ես ճամփել երեխուն։ Մեր բաժանումը դաժան էր։ Բայց որ գիտեմ, ավելի դաժան բաժանում ա մեզ սպասվում։ Չեմ կարողանում հասկանալ, թե ինչի ես բուժվում, եթե չես հավատում ապակինվելուդ։ Իսկ դու ինչի եկար։ Ինչի եկար։ Ինչի ես ինձ հետ իզուր ժամանակ վատնում։ Չէ որ ես քեզ համար ոչ մեկ եմ, ոչինչ եմ, ոնց որ իմ երեխեն քո աղբոր համար։ Ուրիշի զգացմունքներից խոսելով վտանգավոր է։ Ավելի լավ է լուր մնաս։ Ու քեզ թող չթվա, թե աշխարհը շատ երջանիկ է ու միայն քեզ համար ապորցություններ ստեղծել։ Չէ, այդպես չի։ Հետո պապսենց չեղավ, ինչի հաց չես ուտում։ Այնքան է երեկո սարկացա, որ երևի արդեն հոգնել է։ Իսկ այն համար սաղ նորություն է։ Մանավանդ պամիդոր վարունգ։ Երևում է դու լավ սոված ես։ Մեծ էլ կա։ Բայց ես ուրախ եմ, որ դու աղջկաս կողքնես։ Հազիվ մի հատ լավ բան լսեցի։ Եթե հոգնել ես կյանքից, ասա։ Եկեք փակենք այդ թեման, որը պատրաստվում եք բացել։ Չէ, ինչի։ Թող խոսա պապան։ Ադանա, մենք կարծեմ այդ թեման փակել ենք։ Արի անցնենք առաջ, լավ։ Տղա, եթե մտադիր ես կյանքդ կապել աղջկաս հետ, ուրեմն ուշքդ վրեդ պահի։ Ես իմ աղջկան ջրի չեմ կտել։ Հա, դուք Ադանայի դարդն եք։ Ինչի վախենում եք մահս ծանր տանի։ Վախենում եմ, որ մեռնես ու աղջիկս մենակ մնա։ Ոչ մեկ չլինի պաշտպանող։ Իսկ ես պետքա վստահ լինեմ, որ իմ աղջիկը պաշտպանված է։ Էդ ումից, պապ ջան։ Ումից պիտի ինքը ինձ պաշտպանի։ Եթե խոսքը Ալիկին է վերաբերվում, ես Ալիկից կարող եմ պաշտպանեմ։
Բայց ինչի մենակ ալիկը։ Դու շատերից պետք է իմ երախուն պաշտպանես։ Իմ իմանալով մենակ ալիքն է։ Բաքու աղբերը պակաս վտանգավոր է։ Ոնց դու Վլադի աղբորը ճանաչում ես, պապ։ Եթե հանկարծ բարձվի, որ աղբերը տա գորիս սպանել, ուրեմն ես քո գործը կթեթևացնեմ, վիզը վրայից կկտրեմ։ Ես ինչ ես ասում, պապա։ Շատ համոզված եղիր։ Ես ինչ է ասում, Վլադ պապան։